Մշակույթների խաչմերուկում այսօր եկել եմ ձեզ պատմեմ ու ուղղորդեմ դեպի այն top 5 վայրերը, որոնք ոչ շատ հայտնի են, բայց շատ հետաքրքիր են ու նորովի են բացահայտելու համար։ Իհարկե դուք բոլոր հայտնի վայրերը գիտեք, որոնք արժե այցելել, որոնք ձեզ խորհուրդ կտան տուրիստական գործակալությունները կամ անգամ ձեր ընկերները, ովքեր եղել են այստեղ, բայց եթե ցանկանում եք բացահայտել Դուբայը նորովի, ապա այս թողարկումը հենց ձեզ համար է։ Սկսենք առաջին վայրից, որը հիանալի է թե ընկերներով, թե ընտանիքով առհասարակ միայնակ գալու և զբոսնելու համար։ Ռաս Ալ Խոր վայրի բնության արգելավայր։ Կարծում եմ այստեղ այցելելուց հետո դուք էլ ինձ նման այն կանվանեք ֆլամինգոների դրախտավայր։ Քաղաքից հեռու չէ, գտնվում է հենց Դուբայում, մուտքն էլ ազատ է առանց տոմսերի և ամբողջ տարվա ընթացքում բաց է։ Դժվար թե կարողանաք հավատալ, որ կարող եք տասնյակ հազարավոր թռչուններ գտնել քաղաքին այսքան մոտ վայրում։ Այս ընդարձակ արգելավայրը ամեն տարի որպես աճեցման վայր է ծառայում խեցգետնակերպերի, կաթնասունների և ձկների համար։ Բայց եթե անպայման ուզում եք տեսնել հարյուրավոր ֆլամինգոներ, ապա ձեր ճամփորդությունը պլանավորեք հենց ձմռան ամիսներին։ Իսկ ով է ասել, որ Դուբայում բնություն չկա կամ այն, ինչ որ տեսնում եք, միայն արհեստական է։ Գնացեք Green Planet կամ կանաչ մոլորակ և կտեսնեք, թե որքան իրական է բնությունը այստեղ։ Կանաչ մոլորակը Դուբայի սեփական արևադարձային անտառն է։ Բույսերի, կենդանիների և թռչունների ավելի քան 3000 տեսակներով այս կանաչ օազիսը էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհի մի ուրիշ անկյուն է։ Երրորդ տեղը, որ առանձնացրել եմ, հատկապես հետաքրքիր կլինի արվեստասեր մարդկանց համար։ Առաջարկում եմ անպայման այցելեք Infinity de Lumière պատկերասրահը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, հենց Դուբայ մոլի մեջ։ Տոմսի արժեքը $35 է։ Infinity de Lumière-ը ներառական, ընկղմվող, իր տեսակի մեջ եզակի մշակութային փորձ է, որն օգտագործում է նորագույն թվային տեխնոլոգիաներ, փոխելու մեր արվեստը ընկալելու և զգալու ձևը։ Պատկերացրեք, որ մտնում եք արվեստի կենտրոն, որը շարժվում է։ Այստեղ ցուցադրվում է հայտնի նկարիչների, այդ թվում Վան Գոգի մեծագույն գլուխգործոցները։ Չորրորդ տեղը, որ առանձնացրել եմ և որը իսկապես նոր է այցելելու համար, դա ապագայի թանգարանն է։ Եթե ցանկանում եք տեսնել ու պատկերացնել, թե աշխարհը ինչպիսին կլինի մի քանի տասնամյակ հետո, ապա անպայման այցելեք Museum of the Future։ Թանգարանի շենքը ճարտարապետական հրաշք է և այն արդեն իսկ National Geographic ամսագրի կողմից ճանաչվել է մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը։ Այս պահին գործող տեխնոլոգիաների ցուցադրությունը ներկայացված է 5 տարբեր թեմաներով՝ տիեզերական ճամփորդություն, տիեզերքի ապագա կյանք, կլիմայի փոփոխություն, էկոլոգիա, առողջություն։ Մուտքի տոմսարժե 145 դիրհամ։ Եթե դուք էլ սուրճի մեծ սիրահար եք ինձ նման, ուրեմն այս վայրը լինելու է ձեր ամենասիրելին մնացած բոլոր վայրերից։ Ես հիմա գտնվում եմ Դուբայի ամենահին շրջաններից մեկում, Բուր Դուբայում, որտեղ էլ տեղակայված է հենց այս թանգարանը, սուրճերի թանգարան, այսպես ասած։ Այն միջին արևելքում միակն է, որը ներկայացնում է ոչ միայն միջազգային սուրճեր, այլ առհասարակ արաբական սուրճեր։ Ընդամենը մի քանի րոպե պետք է գտնվեք այստեղ, որպեսզի սուրճի բույրը միանգամից ձեզ գերի։ Տարբեր տեսակի սուրճեր, որոնք կարող եք հենց այստեղ փորձել։ Իդեպ այն գտնվում է հենց քաղաքի կենտրոնում, ոչ շատ հեռու դաունթաունից, իսկ մուտքավճարը ընդամենը 10 դիրհամ է։ Իհարկե մի քանի րոպեների ընթացքում շատ դժվար էր առանձնացնել ու ձեզ ներկայացնել այլ բոլոր կետերը, որոնք կարելի է այցելել ու բացահայտել Դուբայում, բայց ես փորձեցի ներկայացնել բոլոր այն վայրերը, որոնք ես ինքս շատ եմ հավանում։ Եթե դուք էլ եղել եք այլ վայրերում, որոնք բացահայտում են ինձ համար, ապա անպայման գրեք մեկնաբանություններում, որովհետև գրելով մեկնաբանություններ եւ առհասարակ ակտիվ լինելով իմեջում, ինձ կօգնեք ել ավելի զարգացնել իմ YouTube-յան ալիքը եւ նոր տեսանյութեր պատրաստել ձեզ համար։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ սեղմել հավանելու կոճակը։ Իսկ մենք
մենք կհանդիպենք մշակույթների խաչմերուկում ուղիղ մեկ շաբաթից։